Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին։ Դոժդ հեռուստաալիքին հայտնել են Զվարթնոց օդանավակայանից։ Նրան հետախուզում էին հայտարարել Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից, այժմ նա գտնվում է Երևանի մեկուսարանում, հայտնել են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից։ Վերբիցկիի դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հրապարակային կոչերի հոդվածով, իսկ Դաշնության ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայությունը նրան ներառել է ծայրահեղականների և ահաբեկիչների իր ցուցակում։ Համացանցում է հայտնվել հունիսի 11-ին Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածի պահը։ Կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել, վնասվել էին ավտոմեքենաներ։ Այժմ մեկնարկել են վերանորոգման աշխատանքները։ Ներկայումս ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ 1 գոտիով։ Կայծակի հարվածից 3 ժամը 18:16-ին վթարվել է Ալագյազ 35/10 կՎտ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի Ռյաթազա, Միրյակ, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերը։ Հայաստանի էլեկտրական ցանցերից հայտնել են, որ աշխատանքներ են տարվում էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու համար։ توافق هم پیش بینی شده که این 60 روز قابل تمدیده. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը հնարավոր է ստորագրվի առաջիկա օրերին։ Նրա խոսքով համաձայնագիրը կստորագրվի բանակցությունների վերջնական փուլերի ավարտից անմիջապես հետո։ Ստորագրումը սկզբնական փուլում կկատարվի էլեկտրոնային եղանակով, ապա յուրաքանչյուր կողմը հեռավար կարգով կստորագրի փաստաթուղթը եւ կհայտարարի մնացյալ անելիքների մասին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Իրանը արձակել է մի քանի միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր, փորձելով հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին։ ԱՄՆ ուժերը վերջին ժամերի ընթացքում դրանք բոլորը ոչնչացրել են, ասվում է հաղորդագրությունում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բրյուսելի վերջին քայլերը բացահայտ շանտաժ է անվանել։ Բրյուսելում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի արտգործնախարարի հետ առանց վիզայի ռեժիմի հնարավոր կասեցումը քննարկելու նպատակով։ Կառավարության ղեկավարի համոզմամբ Եվրամիությունը սպառել է Թբիլիսիի վրա ազդելու բոլոր քաղաքական գործիքները։ Արտգործնախարարը բանակցությունների ժամանակ փորձել է հերքել Բրյուսելի դժգոհությունների հիմքերը։ Եվրոպական կողմը հանդիպումը որակել է զուտ տեխնիկական գործընթաց, ուղղված արտոնյալ ռեժիմի չեղարկման Պաշտոնական Թբիլիսին այժմ պահանջում է եվրոպական բյուրոկրատիայի վերաբերմունքի և մոտեցումների արմատական վերանայում։ New York Times պարբերականը հայտնել է համաշխարհային շուկայում նավթի պաշարների կտրուկ նվազման մասին։ Այս իրավիճակը Դոնալդ Թրամփին պարտադրում է շուտապույտ համաձայնության գալ Իրանի հետ։ Վաշինգտոնի հիմնական նպատակը Պարսից ծոցում վառելիքի անարգել հոսքի վերականգնումն է։ Իրանի հետ հակամարտության և Հորմուզի նեղուցի փակման պատճառով մատակարարման շղթաները խաթարվել են։ Ծոցի երկրներն այժմ ստիպված կուտակում են հումքը արտահանման ուղիների արգելափակման հետևանքով։ ԱՄՆ ռազմավարական պահուստների սպառումը զգալիորեն նվազեցրել է պետության ազդեցությունը շուկայի գործընթացների վրա։ Բանակցությունների ձախողումը կխորացնի էներգետիկ ճգնաժամը, քանի որ իրավիճակը շտկելու գործիքներ այլևս չկան։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է նոր հուշագրի կնքման հնարավոր հեռանկարի մասին։ Ըստ նախարարի կողմերը երբևէ այսքան մոտ չեն եղել վերջնական համաձայնությանը։ Արաղչին միաժամանակ հորդորել է զերծ մնալ փաստաթղթի բովանդակության վերաբերյալ շահարկումներից։ Սակայն Դոնալդ Թրամփը կտրուկ հերքել է գործընթացի դրական ընթացքը։ Թրամփի պնդմամբ Իրանի ներկայացրած պայմանները չեն համապատասխանում նախկինում գրավոր համաձայնեցված կետերին։ Նա իրանական կողմին որակել է որպես անարժանահավատ գործընկեր և բացառել բարի կամքի վրա հիմնված որևէ գործարք։ Պաշտոնական Թեհրանի և Վաշինգտոնի նման հակասական հայտարարությունները դեռ շարունակվում են։ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ից պահանջում է չեղարկել իրանական ակտիվների ապասառեցման որոշումը։ Այս հարցը քննարկվել է Դոնալդ Թրամփի հետ հերթական հեռախոսազրույցի ընթացքում Թեհրանի հետ հնարավոր գործարքի համատեքստում։ Պաշտոնական Թել Ավիվը խիստ կասկածամտորեն է վերաբերվում Վաշինգտոնի սկսած երկխոսությանը և չի հավատում իրանական կողմի բարեխղճությանը։ Նեթանյահուի համար անակնկալ են եղել Թրամփի լավատեսական հայտարարությունները տարածաշրջանում շուտապույտ հաշտություն հաստատելու վերաբերյալ։ Իսրայելի վարչապետը վերահաստատել է իր կոշտ դիրքորոշումը և բացառել Իրանի միջուկային զենք ունենալու որևէ հնարավորություն։ Այդուհանդերձ դաշնակիցների միջև առկա անվստահությունը լուրջ հարցականի տակ է դնում ցանկացած նոր համաձայնագրի կայունությունը։
Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում։ Հոլիվուդի առևտրի պալատը պաշտոնապես հաստատել է, որ Բեքհեմն առաջին եւ միակ ֆուտբոլիստն է, ով արժանացել է այս հեղինակավոր մրցանակին։ Կազմակերպիչներն ընդգծել են, որ նա ստացել է աստղը սպորտային ժամանց անվանակարգում։ Պատճառն այն է, որ նա դուրս է եկել սովորական մարզիկի սահմաններից, դառնալով համաշխարհային մեդիա պատկերակ, նորաձևության դեմք եւ մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ-ում ֆուտբոլի մասսայականացման գործում։ Ֆուտբոլային աստղին տոնական միջոցառմանը աջակցել է ոչ միայն իր ընտանիքը, այլ նաև հոլիվուդյան հայտնի դեմքեր, որոնց թվում է եղել նաև հայտնի դերասան Թոմ Քրուզը։